Բարև ձեզ Civilnet-ի հարգելի դիտողներ, առաջիկա րոպեներին ես զրուցելու եմ Հայաքվե միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կնոջ Անահիտ Ադամյանի հետ։ Ողջույն Անահիտ, շնորհակալ եմ ձեզ հրավերն ընդունելու համար։ Հունիսի 24-ից ձեր ամուսինը կալանքի տակ է։ Հիշեցնեմ, որ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն պարոն Չալաբյանը նպատակ է ունեցել խոչընդոտել ընտրություններին քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացմանը մի քանի օրից 4 օրից արդեն սահմանված է 2 ամիսը լրանում է, մի քիչ մեր դիտողներին կպատմեք ընդհանուր այս գործողությունները ինչպես սկսեցին եւ հիմա ընդհանուր գործը ինչ ընթացքի մեջ է, ինչ է սպասվում։ Սիրով, դե սկսվեց այս ամեն ինչը նրանից, որ հունիսի 6-ին կարծեմ, եթե չեմ սխալվում, հրապարակվում է մի ձայնագրություն, որը դրվում է պրոիշխանական Telegram մենեջերից մեկում, որտեղ որ այդ ձայնագրության մեջ ինչ որ վիդեո կադրեր են, ինչ որ ֆոտոներ են եւ զուգահեռ ձայն է գրում, ձայնագրություն, որտեղ մարդիկ խոսում են եւ այդ ձայնագրության հիման վրա դա մի կադրում երևում է Ավետիքը փաստացի քրեական գործառույթում։ Ընդ որում այդ ձայնագրությունից ոչինչ, այսպես ասած, ասենք որ ինչ որ քրեական բան չի բխում, բայց փաստացի դրա հիման վրա ինչ որ քրեական վարույթ է հարուցվում եւ հետո անցնում են ընտրությունները, հետո տեղի ունենում գիտեք կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստերը, որտեղ Ավետիքը շատ ակտիվ մասնակցել էր որպես վստահված անձ եւ դրանից հետո վերջին նիստից հետո հունիսի 24-ին 17 օր անցնում է, դրանից հետո հանկարծ գալիս են եւ իրեն ձերբակալում են։ Այսինքն այդ ամբողջ ընթացքում քրեական գործ արդեն կար, բայց չգիտես ինչի, ասենք գործողություն չկար, իսկ հենց այդ ժամանակ պետք եղավ իրեն ձերբակալել։ Մի անգամից կալանք են տալիս 2 ամսով, ընդ որում շատ մեծ սահմանափակումներով իրեն տեսակցությունները բոլորը փակ են, ոչ պատգամավորներ կարող են իրեն այցելել, ոչ մենք կարող ենք իր հետ շփվել, տեսակցել իրեն, փաստացի կապը միայն փաստաբանների հետ էր ու այդ քրեական գործը 1.5 ամիս հետո իր կանանքի 1.5 ամսից հետո նախաքննությունը հայտարարեցին ավարտված եւ հանձնեցին դատախազության եւ դատարանին ըստ Ձայնագրությունից խոսենք այդ տարածված դուք մի քանի անգամ նշել եք, որ ինչ-որ փոփոխությունների է ենթարկված կամ մոնտաժված է, ի վերջո ինչի մասներ է ձայնագրություն եւ ինչու չի, օրինակ, ինչու չեք ամբողջական հրապարակում կամ մանրամասներ ավելի նշում։ Դե այդ ձայնագրությունը, եթե դուք էլ նայեք, այդտեղ ինչ-որ մարդիկ սկզբից ինչ-որ սրճարան են մտնում, հետո այդ մտնելու ինչ-որ կադրեր կան, հետո կա մի քանի ֆոտո։ Հետո այդ ֆոտոյի ու այդ ամեն ինչի ֆոնին միացրած ձայն խոսող մարդկանց, ռուսերեն խոսող մարդկանց ձայներ, ու ակնհայտ է որ ինքը մոնտաժված է։ Հա, օրինակ ինչ-որ ձայն է համադրվել, ինչ-որ ֆոտոներ, այսինքն վիդեո ձայնի, այսպես ասած, համադրություններ են արված, ամբողջական ձայնագրության մասին ոչ մեկ ընդհանրապես չի խոսում, այսինքն ինչ-որ հատվածներ են տեղից նաև փոկված եւ մոնտաժված, այսպես ասած, նյութ է ստեղծված, այդ նյութը այդ պահից ինչ այսպես ասած ընդ որում այդ ձայնագրության մասին սկզբից տարածված հաղորդագրության մեջ ասում են որ դա այլ երկրում է տեղի ունեցել, որ Ավետիքը գնացել է մայիսին ճանապարհորդության է գնացել եւ այդ ժամանակ այդ հանդիպումը տեղի ունեցել, հետո արդեն երբ որ գործը փաստացի փոխանցվեց դատարան, այդտեղ արդեն նշում է չէ որ այդ ձայնագրությունը տեղի ունեցել փետրվարին։ Այդ հանդիպումը տեղի ունեցել փետրվարին Երևանում ու արդեն այդտեղ նույնիսկ նշվում է ուժեղ Հայաստանը, չնայած այդ ժամանակ ոչ Հայաքվեն, ոչ Ավետիքը ուժեղ Հայաստանի հետ չէր համագործակցում, գիտեք այդ համագործակցությունը ընդհանրապես սկսել է ապրիլի վերջին, հա, ուժեղ Հայաստանի հետ։ Այսինքն ինչ որ շատ անորոշությունների եւ այդպես ինչ որ կծկտուր փաստարկների վրա հիմնված մոնտաժված անհայտ աղբյուրից, անհայտ ընդհանրապես ասած անհայտ մարդկանց կողմից արված ձայնագրություն է, որը գցվել է ուղղակի համացանց, հետո դրա հիման վրա ստեղծվել է այս քրեական գործը։ Իսկ այդ փոփոխությունը կամ խեղաթյուրում իրականում ինչ է եղել, ինչ հանդիպում է եղել, քննարկել եք պարոն Չալաբյանի հետ, ինչ է ասում։
չէին ամբողջությամբ շղթում է այս փաստերը, բայց ամեն դեպքում ես երևի հիմա ծոր այդ քրեական գործիվարույթից նյութայից չանդրադառնամ, ուղղակի ուզում ասեմ, որ նաև այս նախաքննության ընթացքում, ասենք, պրակտիկան ոչ մի գործողություն տեղի չի ունեցել, նաև մեր պաշտպանների, ասենք թե հայտարարության մեջ դա կար, այսինքն 1.5 ամիս փաստացի համարյա թե ոչ մի բան չի արվել, ուղղակի մարդը մնացել է կալանքի մեջ, դրանից հետո հայտարարել են, որ վերջ ամեն ինչ քննեցին եւ կարող են անցնել դատարանին։ Ինչ պայմաններով է պահվում պարոն Չալաբյանը, դուք ինչպես եք կապի դուրս գալի իր հետ եւ ոնց են բացատրում առհասարակ այդքան խիստ սահմանափակումներ, հա, երեխաներին չեն թույլատրում տեսակցել, ձեզ չեն թույլատրում տեսնել իրեն ու նաեւ падգամավորներին։ Դա էլ է իրականում հետաքրքիր, երևի սկսեմ նրանից, թե ինչպես են բացատրում, կամ այնպես չեն բացատրում, հա։ Տեսեք, կալանքը դա ընդհանրապես բոլոր միջազգային ստանդարտներին համաձայն, դա ամենածայրահեղ, այսպես ասած, խափանամիջոցն է, մանավանդ այսպիսի ծանր սահմանափակումներով, առանց տեսակցությունների, ու կալանքի համար ընդհանրապես ասած կա 3 պատճառ, հա, որ անձը կարող է փախուստի դիմել, կարող է խոչընդոտել, վկաների վրա ազդել կամ կրկնակի հանցագործություն գործել, հա։ Այսինքն ինքը 17 օր գտնվելով ազատության մեջ ընդհանրապես ոչ մի այդ նմանատիպ գործողություն բնականաբար չի կատարել, որ փորձել է երկիրը լքել, ոչ ինչ որ կերպ խոչընդոտել է ընտրողներին, հակառակը պաշտպանել է ընտրողների իրավունքները, գիտեք, այդ կենտրոնական դրական հանձնաժողովում 60,000 ընտրողի ձայներն էր փորձում պաշտպանել, ու կամ ինչ որ վկաներ, որոնց ընդհանրապես այս գործում նաև չկան, այսինքն այդ նախաքննության ընթացքում որևէ մեկին չեն հարցակնել։ Ընդհանրապես վկա ասած այսպես երևույթը գոյություն չունի։ Այսինքն պատճառները երևում է, որ պատճառները ընդհանրապես կապ չունեն իրավունքի հետ, դրանք կապ ունեն ավելի շատ վերջընտրության հետ։ Մի անձի, որը ակտիվորեն հետամուտ է եղել, օրինապաշտ ձևով եւ ինքն է գործել եւ հայակվին է գործել եւ հենց հետամուտ եղել ընտրողների իրավունքի եւ ընտրությունների արդյունքների ոնց որ իրավական դաշտում պաշտպանելուն։ Հիմա պայմանների մասին ինքը գտնվում է ավետիքը գտնվում է Արմավիր քրեակատարողականում, այնտեղ իր ասելով բանտելիքն է, այնտեղ մեծ քանակությամբ պրակտիկորեն ազատ բաներ չկան, խնդիրներ չկան, իրենք սենյակում, տենց ինչքան հասկացա 3-ը 5-ի 3-ը 6-ի վրա ինչ որ սենյակ է, որտեղ 4 հոգով են, այդ 4-ը այնտեղ գտնվում են, ասենք որ պատկերացնեք, օրը 24 ժամ, 23 ժամ, մի ժամ ունեն զբոսանքի ժամ, որտեղ կարող են դուրս գալ ինչ-որ փոքր բակում զբոսնել ու հետ վերադառնալ խցերը, այդ մարդիկ այդտեղ գտնվում են անդադ նույն, ասենք, փակված վիճակում, իրենից բացի մնացածը ծխում են, ասենք պատկերացրեք մարդիկ նաև այդտեղ դե հիմա իրենց մեղադրել չէ, բայց ասենք դա է, էլի փաստացի դա է, այդ պայմանները դրանք են, հա։ Տեսակցելու եւ մեր հետ շփումը իրենք ունեն հեռախոսակապ, տաքսոֆոնների նման, ասենք, քարտով զանգելու հնարավորություն, այնտեղ որ պատկերացնեք, ասենք, այդ 4 հեռախոսին 30-ակի հերթ է կանգնում, որպեսզի այդ ընդմիջման ժամանակ այդ հերթը կանգնում են, որպեսզի իրենց հարազատների հետ կարողանան մի երկու բառ փոխանակել, սկսած կենցաղային հարցերից, ինչպես է առողջությունից հարցներ, ուղղակի հասկանալ, որ այդ մարդը բայնիչ կարիքներ ունի, ինչպես է իրեն զգում ու ոնց որ հաջորդ անգամ իրեն իրա պետք ուղարկել։ Ձեր կարծիքով պարոն Չալաբյանը այս իշխանություններին ինչով է խանգարում, որ նման խիստ սահմանափակումներով կալանքի տակ է հիմա։ Դե ավետիքը միշտ եղել է ոնց որ առանձնացել է ընդհանրապես ամբողջ քաղաքական դաշտից, հա, ինքը ունի շատ լավ կրթություն ստացած միջազգային, փայլուն կրթություն է ստացել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, աշխատել է միջազգային ամենախոշոր խորհրդատվական ընկերությունում, հսկայական փորձ ունի, հսկայական ճանաչում ունի եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս, մեծ կապեր ունի, իրեն ունի եւ դրա հետ միասին ինքը ունի շատ ընդգծված ազգային ոնց որ արժե համակարգ եւ հայացքներ, որոնք քաղաքականության մեջ փորձում է առաջ տանել եւ իր դեմ շատ դժվար է ինչ որ այսինքն այս գործող իշխանությանը ինչ որ բաներ լծակներ գտել է ինքը, ասենք թե եւ իր մտածելակերպով անկախ եւ երբևիցե պաշտոնյա չի եղել Հայաստանում, որևէ կոռուպցիոն, այսպես ասած, անցյալի հետ առնչություն չունի, բացարձակապես օրինապաշտ մարդ է, հա, ապրում է, այսինքն իր ոնց որ գաղափարների եւ արժեքների շրջանակներում, իրեն շատ դժվար, իր վրա շատ դժվար է ազդել, իր վրա շատ դժվար է կառավարել
ինքը ստեղծել է արդեն մեծ կառույց հայաքվեն, որը հետևողականորեն զբաղվում է մեր երկրում ազգային շահերի պաշտպանությամբ եւ ստորագրահավաքը 2023 թվականին եւ հետո դիտորդական առաքելությունները եւ որպես վստահված անձ վերջին ընտրությունների ժամանակ, այսինքն աճող եւ ուժեղ կառույց է ստեղծվում։ Եվ այդպիսի մարդկանց վրա, որոնց վրա ազդել է փաստացի հնարավոր չէ այլ միջոցներով, սկսում են այսպիսի ձայնագրություններով արդեն երկրորդ դեպքին բոլորովին նույն սցենարով իրենց սկսում են հետապնդել։ Բարբերաբար վերջին օրերին հատկապես տարբեր ակցիաներ եք իրականացնում, միջոցառումներ են լինում, իսկ ընդդիմության կողմից աջակցություն զգում եք։ Թեկուզ հենց նույն խորհրդարանում մի քանի ելույթ ես նկատել եմ, բայց ընդհանուր դա բավարար է, այն սպասելիքն է, ինչ որ դուք կուզեիք տեսնել։ Ես իհարկե շատ շնորհակալ եմ նույնիսկ այդ ելույթների համար, որոնցում հիշատակում են ավետիքին, բայց մենք ուզենք, որ քաղաքբանտարկյալների թեման շատ ավելի լայն լուսաբանվեր եւ նաեւ ազգային ժողովում ավելի շատ քննարկվեր։ Ոչ միայն ազգային ժողովում, բայց նաեւ դրանից դուրս։ Հիմա ես կարծում եմ այդ հարցի շուրջ ընդհանուր առմամբ ոնց որ քաղաքական ընդդիմադիր դաշտում կա որոշակի ընդհանուր, ասենք, եւ մոտեցում եւ կարծիքներ եւ գործողություններ հիմա ակցիաներին շատ իրար ոնց որ հրավիրում են, միասին են հանդես գալիս, որպես կանոն մի քանի քաղաքբանտարկյալների մասին են միանգամից խոսում, բայց նաեւ կուզեինք որ, այսինքն բայց դա բավարար չէ, մենք որպես դժվարներ երևի այս քաղաքբանտարկյալների թեմայից, մենք եւ այլ ընտանիքներ եւ այլ քաղաքական ուժեր, մենք կուզենք նաեւ ավելի շատ լսել քաղաքացիական հասարակության ձայնը։ Կուզեինք, որ այն ՀԿ-ները, որոնք միշտ խոսում են մարդու իրավունքներից, խոսում են այդ իրավունքների պաշտպանությունից, միջազգային կազմակերպությունները արձագանքեն եւ իրենց ձայները նույնպես բարձրացնեն։ Դեռ փաստացի այս հարցը մնացել է քաղաքական ուժերի, ընտանիքների եւ փաստաբանների խոսքով պաշտպանության տակ։ Եվ որը մեր կարծիքով բավարար չէ այս բանը։ Իսկ այդ լրությունը ոնց եք բացատրում այդ թեմային բազմիցս անդրադարձել ենք տարբեր հյուրերի հետ, հենց քաղաքասարակության պասիվության հետ կապված, նաեւ միջազգային աչքի, ինչով եք պայմանավորվում այս պասիվությունն ու լրությունը։ Ցավոք սրտի երևի նրանով, որ այսօրվա քաղաքասարակության ինչ որ մեծ հատված ինչ որ պայծ սկսել է զբաղվել շատ ուղղորդված կա ֆինանսավորման աղբյուրներ կան, այսինքն թե տարբեր հիմնադրամներ, եվրոպական, մանավանդ ասենք Եվրոպայում դրանք շատ են, կամ այլ միջազգային կազմակերպությունների կողմից, որոնք հետաքրքրված են որոշակի գործառույթների զարգացման մեջ։ Իրանք դա կոչվում են ժողովրդավարություն, կոչվում են մարդու իրավունքներ, բայց քանի որ միջազգային քաղաքական ուժերը այս պայծրությամբ ավելի շատ սատարում են ներկա իշխանությանը, ոնց որ բոլոր այդ ժողովրդավարություն եւ մարդու իրավունքների թեմաները ընկնում են փաստացի այսօր գործում են ներկա իշխանությանը սատարելու նպատակների շրջանակներում։ Մենք տեսել ենք, որ սկսել են փակվել, ընդհանրենք այդ նույն ֆինանսավորումը, որ ստացվել են, սկսել են փակվել ինչ-որ ազգային հարթակներ, Facebook-յան էջեր, YouTube-յան էջեր, գրոհել են, ասենք, լրատվամիջոցների վրա դրանք փորձելով փակել կամ զրկելով իրենց, ասենք, մեծ ռեսուրսներից, YouTube-յան ռեսուրսներից, ու ցավոք սրտի այսօրվա քաղաքասարակությունը ոչ թե այդքան գործում է որպես իրավապաշտպան, այլ գործում է որպես, չգիտեմ, ծառայություն մատուցող։ Մենք մատուցում ենք, ասենք, հետևյալ թեմաներով ծառայություններ։ Ժողովրդավարության մասին կարող ենք խոսել, մարդու իրավունքների մասին կարող ենք խոսել, դուք բերեք ձեր ֆինանսները, մենք էլ կհարմարացնենք ձեր համար պրոյեկտ կանենք։ Ցավոք, այս մենք գնացել ենք ծառայություններ ոնց մատուցող կազմակերպությունների դաշտ է ստեղծվել։ Եվ հույս ունենք, որ դրան զուգահեռ կմնան եւ կան որոշակի իրավապաշտպաններ, որոնք փորձում են ամեն դեպքում խոսում են, բարձրաձայնում են, իրենց ձայնը այդքան լսելի չէ, որովհետեւ իրենց ֆինանսական աղբյուրները այս պայծրությամբ այդքան չկան։ Դες քանակությամբ չկան։ Վաղը պարոն Չալաբյանի գործով դատական նիստն է, ինչ սպասելիքներ ունեք եւ ըստ ելքի արդեն կան պլաններ, թե ինչ է կանելու, եթե ամեն դեպքում օրինակ կալանքը երկարաձգվի։ Վաղվա նիստը դա նախնական դատալսումների առաջին նիստն է եւ խափանամիջոցը առաջին հարցերից մեկն է, որ պետք է քննարկվի, կարծեմ 4-րդ հարցն է այդ ընթացակարգով։ Մենք շատ հույս ունենք, որ եկե փոփոխություն կլինի, որովհետեւ կալանքը այս պայծրությամբ բացարձակապես անարդարացված է եւ խտրական է եւ ինձ կալանքն է ցույց տալի, որ ավետիքը քաղաքբանտարկել է։ Եթե լիներ ընդհանրենք այդ քաղաքական գործի հետ կապ, իր քրեական գործի հետ կապված ինչ-որ կասկածներ, որ դրանք իրական են, որ
այդտեղ կա հանցագործություն, կալանքը այս ձևի մեջ ինքը բացարձակապես արդարացված չէ, բացարձակապես անհիմն է ու մենք հույս ունենք, որ այդ անարդարությունը վաղը կշտկվի, բայց մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին, երևի տեղյակ եք, որ 4 տարի առաջ անցել ենք այս նույն process-ով եւ այդ ժամանակ իր կալանքը երկարաձգել էին, 2-ից հետո դարձրել էին 2.5 ամիս, հետո կար ժամանակով նա դուրս էր եկել, հետո իրեն փորձել են նորից կալանքի տակ պայել չնայած նույնիսկ այն ժամանակ եւ դատախազը եւ պաշտպանական կողմը կալանք չէին պահանջում, այս դատավորը ուշեց, որ չէ, դուք ինչ ուզում եք խոսեք, ես եկել եմ 3 ամիս կալանք տալու եւ միայն վերաքննիչ դատարանի միջոցով մենք կարողացանք այդ կալանքը վերացնել, պաշտպանական իրավական թիմը իհարկե, բայց հույս ունենք, որ վաղը մենք գոնե մի քիչ ավելի իրավական գործընթաց կտեսնենք, ոչ թե քաղաքական գործընթաց։ Հույս ունենք, որ ավետիքի նկատմամբ դատաքննությունը կլինի այսպես ավելի արդարացված այն չգիտեմ այն գործին այն վարույթին, որը տեղի ունենում։ Փաստացի արդեն ոչ մի գործողություն քննչական չկա։ Չի եղել իրականում այս 1.5 ամսում, պրակտիկան ոչ մի չի արվել, բայց հիմա ընդհանրապես ոչինչ չի լինել։ Այսինքն իրեն կալանքի տակ պահելով որևէ պատճառ արդեն ընդհանրապես չի մնացել։ Եվ զրույցի վերջում կուզեի մի քիչ խոսենք նաև Հայաքվեի գործունեության մասին։ Վերջո հիմա ինչով է զբաղվում Հայաքվե միավորումը եւ ինչ պլաններ կան ապագայում։ Նաև այս դեպքերը հաշվի առնելով արդյոք փոխվում է նաև հայացքը թե ոչ։ Հայաքվեն երևի առաջին տենց մեծ փորձության միջով է անցնում հիմա, չնայած նախկինում իր գործունեությունը բավականին մեծ զգալի ծրագրեր իրականացրել է։ Հայաքվեն եթե հիշում եք սկսել էր 2023 թվականի ստորագրավակից, դրանից հետո մենք բազմաթիվ դիտորդական առաքելությունների ենք մասնակցել, ես ինքս եղել եմ դիտորդ մոտավորապես 4 անգամ 4 տարբեր ընտրությունների ժամանակ, այս վերջին արդեն ժամանակաշրջանով որպես վստահված են եղել, այս պահի դրությամբ Հայաքվեն շարունակում է գործել։ Մենք ունենք տարածքային գրասենյակներ, իրենք իրականացնում են, սկսել են նորից իրականացնել իրենց ծրագրերը, մենք ունենք երիտասարդական միավորում եւ այս պահի դրությամբ մենք իհարկե մեր գործունեությունը կենտրոնացված է նորից Ավետիք Չալաբյանի եւ պաշտպանության շուրջ։ Մենք եւ միջոցառումներ ենք անում այդ առումով եւ այլ գործողություններ հետագա պլանների մասին կարծում եմ մենք ավելի հստակ արդեն կհայտարարենք նաև այս դատի արդյունքների հիման վրա, բայց ես կուզեի ասել հետևյալն է, որ Հայաքվեն ի տարբերություն միգուցե այլ ուժերի, այլ կազմակերպությունների բավական դեմոկրատական կազմակերպություն, այսինքն իր ներսում կա ընտրված կառույցներ, որոնք շարունակում են գործել, այսինքն այն որ այս պահին համակարգողը կալանավորված է, չի սահմանափակել Հայաքվեի գործունեությունը, շարունակում է աշխատել, իր ասենք կառավարական մարմինները որոշակի փոփոխություններով եւ տրանսֆորմացիայով անցնելուց հետո շարունակում են իրենց գործը անել։ Հստակ ծրագրերի մասով երևի պետք է սպասենք, որպեսզի արդեն պարզ լինի վաղվա դատի արդյունքները եւ ըստ դրա ես կարծում եմ կազմակերպությունը արդեն կան իր հայտարարությունը։ Շնորհակալ եմ շատ։ Դե շնորհակալություն։